Եղել լոգոները բոլոր խանութներում, վարսավիրանոցներում, բենզալեցակայաններում, շատ վայրերում եղել են գոված 24 ժամյա ռեժիմով եւ դա տևել է ամիսներ շարունակ։ Հիմա պարոն Սիմոնյանը որպես ազգային անվտանգության տնօրեն հարց եմ ուղղում իրեն, պարոն Սիմոնյան, սա ազգային անվտանգության հարց է։ Ձեր ազգային անվտանգությանը այդ ժամանակ ամիսներ շարունակ որ կողմն է նայե, ոնց չի տեսել այդ ամեն ինչը։ Հուսով եմ, որ պարոն Սիմոնյանը կարձագանքի ինձ։ Կոնկրետ ինչքան գումար եք ուժել, ինչ եք կարել, մի հատ բարձ ասեք հասկանալ։ Ես ուժել եմ $12,000 չափով գումար, որը ներդրել եմ Hello-Bit-ի մեջ։ Եթե դա կարևոր է ասեմ, դա կարելի չասեմ, որտեղ այդ բոլոր փաստաթղթերը քննչական կոմիտեում կա, որպես ուժող եմ ճանաչվել։ Ես դա ասել ձեր հարցին պատասխանեցի։ Թող ես իմ մտքերը շարադրեմ։ Հիմա ինչ է ստացվում։ Քննչական կոմիտեն շաբաթը մի անգամ կամ ամիսը մի անգամ մի քաղաքացու կանչում է, որպես ուժող է ճանաչում եւ ուղարկում։ Տպավորություն է ստեղծվում, որ քննչական կոմիտեն գործը ձգձգում է։ Թե ինչա ձգձգում, ես չեմ հասկանում։ Միգուցե կոծկելու համար է ձգձգում, միգուցե, ես դա չգիտեմ։ Գլխավոր դատախազությունում մենք եղանք հանդիպում ունեցանք գլխավոր դատախազությունում։ Հանգամանորեն ներկայացվեց ամեն ինչը։ Արդյունքը 0, որովհետև բոլորը գիտակցում են, որ դա եղել է իրենց բաց թողումը, որովհետև ոնց կարող պատահի, ինչ որ մի կառույց ֆինանսական հսկայածավալ գործունեություն ծավալի Հայաստանի Հանրապետությունում, ես նորից եմ շեշտում, ֆինանսական հսկայական գործունեություն ծավալի Հայաստանի Հանրապետություն եւ չունենա կենտրոնական բանկի լիցենզիա։ Դուք պատկերացնում եք, հարց առաջան, պարոն Սիմոնյան, պարոն ազգային անվտանգության տնօրեն, բա ձեր կառույցը որտեղ է նայե։ Այո, դժոխ ճանաչել եմ քննչական կոմիտեում։ Պարոն, դուք խնդրում եմ հարցեր մի տվեք։ Հա, ես շարադրեմ, վերջում դուք հարցերը կտաք։ Մենք շարադրություն չեք եկել լսել։ Մենք ուզում ենք հարցերի պատասխաններ ստանալ։ Երբ որ ես միտքս կվերջացնեմ, պատրաստել, բայց մենք ես որ միտքս կվերջացնեմ, դուք հարցերը կտաք, ոնց որ այցի պարոն Կարագոզյանին։ Հիմա հարցը ուղղում եմ գլխավոր դատախազ Տիկին Վարդապետյանին։ Ազգային ժողովում պատգամավոր Հովիկ Աղազարյանը կոնկրետ հարց տվեց Տիկին Վարդապետյանին վերաբերվող կիբերհանցագործություններին։ Տիկին Վարդապետյանը պատասխանում է, որ մենք նման գումարի վերադարձի նման մեխանիզմ մենք չունենք, հանցագործներին կբռնենք եւ դրանց միջոցով կվերադարձնենք գումարները։ Հիմա հարց առաջանում, Տիկին Վարդապետյան, բա այս քաղաքացիները ինչ գործ ունեն հանցագործների հետ։ Դուք պետք է կանխեիք, ձեր կառույցները դա պետք է կանխեր, այլ ոչ թե թողեր, որ ամիսներ շարունակ ծաղկեին եւ բարեհաջող Հայաստանից հեռանային։ Հետևից էլ երևի ջուրեր շփե, որ բարի ճանապարհ ձեզի։ Այսա Տիկին Վարդապետյանին։ Հիմա անդրադառնամ պարոն Իսախանյանին, Գագիկ Իսախանյանին։ Ընտրությունների ժամանակ, երբ որ քարոզարշավ էր ընթանում, Եղվարդ քաղաքում ես մոտեցա մոտենալ պարոն վարչապետին եւ կիբերհանցագործության հարցը բարձրացնել։ Կտրուկ, որտեղ sense հնարավոր չի, մարդիկ խափնվեն թալանեն եւ թալանվեն եւ ոչինչ տեղից չշարժվի։ Իհարկե թույլ չտվեցին, որ ես վարչապետի նման հարցը տայի։ Ես մոտեցա Գագիկ Իսախանյանին եւ ներկայացա որպես ինչքան հասկացա աշխատակազմի ղեկավար։ Եվ Գագիկ Իսախանյանը մի փայլուն միտք արտահայտեց։ Ինձ հարց է տալ, դուք ո՞ր հատակից եք տուժվել։ Ասում Hello-Bit-ից։ Դե ասում է, դե դու գումարես դրել տուժվել ես, այն մյուսներ գումարադրել օգտվել է։ Ինչ փայլուն միտք արտահայտեց։ Հիմա ես պարոն Իսախանյանին ուզում ասել, հարգելի Իսախանյան, հարգանքներս ձեզ, առաջի հերթին, որ ձեր եղբայրը զոհվել է իմ որդու հետ միասին, այս երկրի համար։ Դրա համար հարգանքներս ձեզ։ Պարոն Իսախանյան, դե որ այդպես է, բա այդ կառավարությունը ինչի անգել են նախկինների թալաները ուզում վերադարձնի։ Նրանք թալանել օգտվել են, մենք էլ տուժվել ենք։ Ուրեմն քվիտ է, մարդկանց թալանվածը վերադառնի, թող գնան։ Սա է զուգահեռներ եմ տանում պարոն Իսախանյանի ասացի եւ իմ ասացի միջև։ Կլինի նման ձևով վերաբերվել ես տուժած քաղաքացիներին, որոնց որ իրենց վատ աշխատանքի պատճառով մարդիկ տուժվել են։ Լսում եմ։
Ես կոնկրետ չգիտեմ Hello-Bit-ը ինչով է զբաղվում, ինչ է, ինչի համար եք ներդրել, որ խնդրեմ ու ենթադրում եմ, որ մեր տեսախցիկին հետևող մի շարք քաղաքացիներ նույնպես չգիտեն։ Մի հատ որ Բացատրեմ։ Ուրեմն Hello-Bit-ը աշխատել է Հայաստանի Հանրապետություն 2024 թվականի սեպտեմբեր ամսից, ներկայացել է որպես ներդրումային խումբ, բացել է օֆիսներ Հայաստանի տարբեր վայրերում, բուկլետներ է բաժանվել, ճաշկերույթներ, խնջույքներ, դպրոցներում բաժանվել են օգնություններ Hello-Bit լոգոներով, ծերերին բաժանվել է օգնություն Hello-Bit լոգոներով եւ այդ ամենը գովազդվել է եւ այդ բոլոր գովազդները, որը կազմում է մոտարպես 300-ը, ֆոտո-վիդեո փաստերը տրամադրվել է գլխավոր դատախազություն, տրամադրվել է քննչական կոմիտե։ Սա ռեալ փաստեր են։ Ինչի համար եք ներդրել, որ ինչ լինի։ Ուրեմն դա եղել է ներդրումային ֆոնդ, դու դա գումարը դնում ես, ասնելով այդտեղ կոդեր է գալի եւ կոդերը դու դա Հայաստանում հանդիսացել է որպես ներդրումային խումբ, բայց վերջում պարզվեց, ինչպես մեզ բացատրեցին, արդեն ամեն ինչը վերջանալուց հետո քննչական կոմիտեում դա եղել է փողերի լվացում Հայաստանում։ Եվ ես քննիչին հարց տվեցի։ Ձեզ ինչ են առաջարկել, որ դուք գայթակղվել եք այդքան։ Առաջարկել են, որ դու գումարը ներ ես դնում, մեկ ամիս հետո դու դրա գումարը կրկնապատկած հանում ես։ Եվ դա օրինական է, օրենքի սահմաններում է։ Մարդիկ վստահել են, որ դա ունեցել է եւ կենտրոնական բանկի կողմից լիցենզիա, որովհետեւ ոնց կարող է պատահի հանցագործ խումբը Հայաստանում մեկ գովազդներ տարածի ամիսներ շարունակ, օգնություն բաժանի ծերերին, դպրոցներին եւ ոչ մի պատկան մարմնի կողմից հարց չտան դրան։ Եղբայր, դու լիցենզիա ունես, որ դու Հայաստանում ֆինանսական գործունեություն ես ծավալել։ Ոչ ազգային անվտանգությունը, ոչ քննչական կոմիտեն, ոչ կիբերհանցագործության վարչությունը, ոչ գլխավոր դատախազությունը այդ հարցերը չեն տվել։ Եվ Hello-Bit-ը բարեհաջող իր գործունեությունը ավարտել է Հայաստանում, ասել է ստեղծություն հայ ժողովրդուն հեռացել է։ Եվ ոչ միայն Hello-Bit-ը, եւ ոչ միայն Hello-Bit-ը, այնտեղ Ավրորա կա, այնտեղ լծակներ, ինչ որ բաներով կապերով կապված է կարող։ Դուք ասում եք ինչու համար են անտարբեր եղել։ Այո, իմ մեջ կա խորը կասկածներ, որ սա ունեցել են հովանավորներ Հայաստանի ներսում, որովհետեւ ոնց կարելի է բաց աշխատել, ժողովրդին թալանել ու 4 իրավապահ մարմիններ, դատախազություն, ազգային անվտանգություն, քննչական կոմիտե եւ կիբերհանցագործության վարչության աշխատողներում հարց չառաջանա, ամիսներ շարունակ։ Այդ փաստերը բոլորը կան, եւ գլխավոր դատախազություն, եւ քննչական կոմիտեում։ Իսկ դուք բարձել եք ում ակաժներն են երևում այդ Hello-Bit-ի հետևում։ Ոնց կարող ես բարձել։ Դա ոնց կարելի է բարձել։ Կասկածներ կան, բայց ես ոնց կարող եմ անուններ ես տալ։ տեսեք, քաղաքացին ուղղակի ունի կասկած